Դաշնակցությունը իսկապես ավանդույթ է դարձրել երկրորդ հայկական պետության անկախության օրը նշել հրապարակային, նշել ժողովրդի հետ։ Եվ դրա պատճառը շատ պարզ է։ Մենք ուզում ենք, որ այդ օրը վերածվի նաև մեր հայրենասիրական ոգու բարձրացման տոնին, որտեղ առանց հայրենասիրական ոգու բարձրացման, առանց հայրենասիրության մենք ոչ մի հաջողության էլ մեր պատմության մեջ երբեք չենք հասել ու չենք հասնել։ Այդ հայրենասիրության պակասը այսօր առավել քան զգալի է։ Դրա անհրաժեշտությունը այսօր առավել քան անհրաժեշտ է եւ դրանից ավելին քան մենք պատկերացնում ենք։ Որտեղ մի կողմից նախ աշխարհաքաղաքական բարդությունները, որի մեջ նորից հայտնվել է մեր երկիրը, երբ որ նորից ճակատագրական ընտրության առաջ ենք կանգնած, ազգովի, ուր գնալ, որ կողմ գնալ, եւ մյուս կողմից մեր, այսպես ասած, ոգերի հարևանի անընդհատ չդադարող ռազմատենչ փոխորտանքներն ու սպառնալիքները մեզ նորից փորձելու ներքաշել նոր պատերազմի մեջ։ Եվ այս ամենն այսօր իսկապես իրական է։ Մեզ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարող ենք վերականգնել մեր ազգային միասնականությունը, բարձրացնել մեր ոգին։ Դրա համար մենք դժբախտաբար պետք է արձանագրենք, որ անցած 25 տարիներին չափազանց լուրջ սխալներ թույլ տվեցին, շեղվելով մեր ազգային նպատակներից, որ ամենակարևորն է հարափոփող իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ եթե դու չես ցանում եւ մշակում արդարության սերմը, անարդարության որոմն է ծլում եւ բազմապատկում։ Մենք այսօր հալումաշ ենք լինում այդ անարդարության որոմից։ Մենք այսօր խնդիր ունենք, գերխնդիր, ազատվելու այդ անարդարության որոմից եւ ազատվելով դրանից համախմբվելու մեր ազգային նպատակների շուրջ։ Սա է սովորեցնում մեզ Արցախյան պատմության 25 տարիները։ Սրա ակնառու ապացույցն են եղել մեր բոլոր նվաճումները։ Մենք Արցախյան հերոսամարտը հաղթեցինք պարզ պատճառով, որովհետև գտանք այն նպատակները համազգային, որի շուրջ մենք կարողացանք համախմբվել եւ այդ միասնական պայքարով մենք ձեռք բերեցինք այս պատմական հաղթանակը, որ երկար տարիներ մեր սերունդները չէին տեսել։ Այդ հաղթանակը մեզ բերեց արժանապատվություն եւ հեռանկար մեր սերունդների համար։ Եվ եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր արժանապատվությունն ու հեռանկարը, մենք պետք է պահպանենք այդ հաղթանակը։ Ոչ պակաս կարևոր է հաղթանակը պահելը, քան հաղթանակին հասնելը։ Մենք պատմականորեն դրա անհրաժեշտությունը չզգալով շատ հաճախ կորցրել ենք մեր ձեռքբերումները մեկ գրիչի հարվածով, մեկ սխալ քայլով, մեկ ճակատագրական վրիպումով։ Այսօր այն պահն է, որ մենք պետք է ձևակերպենք այն խնդիրը, որը բոլորիս կարող է համախմբել եւ նորից դառնալ սկիզբ, հնարավորություն, որ մենք կարողանանք մեր ազգային համախմբումը եւ միասնականությունը ունենալ։ Այդ կարևոր ճանապարհի հիմնական քայլերից մեկը հենց այսօր այդ հաղթանակը պահելն է։ Ինչպես կարող ենք միավորվել հաղթելու համար, բայց չենք կարող միավորվել հաղթանակը պահելու համար։ Եթե մենք դա չանենք, մեզ սերունդները չեն ների։ Հաղթանակը պահել այսօր նշանակում է Արցախյան այս շարժման նվաճումները պաշտպանել եւ հասնել կայուն խաղաղության մեր սերունդների համար։ Բայց ինչպես հայտնի խոսքը կա, ասում է, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, մենք այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Միակ հնարավոր ձևը կանխելու ախորժակը մեր ոսոխի, դա մեր պատրաստ լինելն է պատերազմի։ Դա ոչ թե միայն նշանակում է ունենալ հզոր բանակ,
Ոչ, միայն դա չի նշանակում։ Դա նախ եւ առաջ նշանակում է վերագտնել ներազգային համերաշխությունը։ Նախ եւ առաջ նշանակում է չոտնահարել մեր իսկ ազատամարտի հետևանքները եւ ձեռքբերումները։ Նշանակում է հարգել եւ հոգալ մեր սրբազան այն զավակների հոգսերն ու դժվարությունները, որոնք այս ազատամարտում մեզ հաղթանակ են պարգևել։ Ամենամեծ հոգացության առարկան այդպիսի ճանապարհ անցած պետության համար այսօր պետք է լինի հենց ազատամարտիկը։ Բայց այսօր ազատամարտիկն է բախտի քմաճույքին մատնված։ Այսօր ազատամարտիկն է իր նվազագույն կարիքները հոգալու համար նորից դուրս եկել հրապարակ։ Նա ժամանակին դուրս էր եկել հրապարակ, որ գնա հայրենիքը պաշտպանի։ Սահմանները մեր պաշտպանի, որտեղ գիտի, որ այդ սահմանը սկսում է այնտեղ, որտեղ մեկ հայ մարդ կա, ոչ թե իր տան շեմից։ Այդ գիտակցումով մարդը գնաց եւ պաշտպանեց մեր երկիրն ու հայրենիքը եւ ունենք այսօրվա այս խաղաղությունը։ Հիմա նա նորից եկել է հրապարակ, որպեսզի պաշտպանի իր ոտնահարված իրավունքները։ Ավելի մեծ անարգանք մեզ լինել չի կարող։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել հոգալու մեր ազատամարտիկների բոլոր կալիքները, որ նրանք արժանապատիվ կյանքով ապրեն, ոչ միայն արժանապատիվ կյանքով ապրեն, այլ մենք պետք է նրանց օրինակով սերունդ դաստիարակենք, նրանց հերոսական կենսագրությունը դարձնենք օրինակ մնացած բոլորի համար։ Հակառակ պարագայում մենք պատրաստ չենք լինի պատերազմի։ Եթե մենք ուզում ենք պատրաստ լինել պատերազմի, ուրեմն պետք է մեր երկիրը դուրս բերենք այնպիսի զարգացման ուղի, որ դրա համար միակ հնարավոր ճանապարհը մեր ձեռքբերումները զիջելը չլինի, այլ ընդհակառակը, որպեսզի մենք կարողանանք չզիջել մեր ձեռքբերումները, մենք պետք է դրա համար զարգացման հնարավորություններ ստեղծենք, մեր երկիրն ու պետությունը զարգացնենք, մեր ուժի աղբյուրը ճիշտ գիտակցելով, որն է մեր համազգային ներուժը, որ այսօր սփռված է աշխարհով մեկ։ Մենք պարտավոր ենք վերջ դնել այս անարդար վիճակին, որ Հայաստանում կա։ Մենք պարտավոր ենք ազատվել այս միահեծան դրվածքից իշխանությունների եւ ամեն մարդ իր պետության հոգացությունը զգա, ապրելով իր պետության մեջ, պաշտպանված զգա։ Ոչ թե ստեղծենք փոքրամասնության պետություն, որ միայն արտոնյալների համար է եւ մյուսներին բախտի քմաճույքի մատնենք։ Մենք պարտավոր ենք այս խնդիրները լուծել, եթե ուզում ենք համազգային նպատակները ունենալով կարողանալ նաև այդ միասնությունը ունենալ մեր մեջ։ Այս ամենը հնարավոր է, ոչ միայն հնարավոր է, այլ օրվա հրամայականն է, որտեղ գնալով իսկապես օղակը սեղմվում է։ Օղակը սեղմվում է ամեն կողմից։ Եվ եթե մենք նորից հույսներս դնենք ոչ թե մեր վրա, այլ ուրիշների վրա, մենք նորից գործնելու ենք ու պատմական նույն դառը սխալներն ենք գործելու։ Այսօր այդ սրբազան գործին պարտավոր է մասնակից լինել ցանկացած հայ մարդ։ Դաշնակցությունը այդ գործի համար է ստեղծված։ Եվ այս կուսակցությունը այս գործի առաջամարտիկն է լինելու։ Այս սրբազան գործը վեր է ամեն ինչից։ Այս սրբազան գործը վեր է այսօրվա անգամ տարաբնույթ հակասություններից, որ գոյություն ունի, որովհետև կորցրեցինք հայրենիքը, ով է մեղավոր, ով մեղավոր չէ, երկրորդական է դառնալու այդ հարցը։ Մենք պարտավոր ենք պահել այն հայրենիքը, որը մեր ազատամարտիկներն իրենց արյամբ, մեր ժողովուրդն իր զրկանքներով ձեռք բերվեց։ Մենք միավորվենք մեր ազգով, մեր խնդիրների շուրջ եւ անպայման հաջողելու ենք։ Այդպես հաջողեցինք, այդպես ազատագրեցինք Արցախը եւ մի օր էլ ունենալու ենք մեր երազած Հայաստանը։